եթե մենք Աստծո երրորդության վերաբերյալ գիտակցություն ունենք, որ ասում ենք հայրը, որդին եւ Սուրբ Հոգին, սա այս հայր լինելը, որդի լինելը եւ Սուրբ Հոգի լինելը ոչ թե իրանց միջանձնային հարաբերությունների մասին է, այլ նրանց նշանակության մասին է մեզ համար, որտեղ իրանք երեքը մեկ են եւ երեքով մեկ են իրանց էությամբ, իրանց միջանձնային հարաբերությունների մեջ իրանք որպես հայր եւ որդի չեն հարաբերվում իրար հետ, իրանք որպես աստվածության մեկությունն են իրար հետ հարաբերվում, բայց հայր լինելը մեզ համար է հայր, որդի լինելը մեզ համար մարդու կերպարանք ընդունելով եւ մեզանից մեկը դառնալու տեսքով նա որդի եղավ եւ Սուրբ Հոգին որպես սրբացնող հոգի եկել է մեր կյանքերի մեջ, որպեսզի մեզ առաջնորդի դեպի Աստծուն։ Եվ այս երբ որ Սուրբ Հոգու մասին այսօր ուզում ենք խոսենք, եկեք Սուրբ Հոգու մասին նայենք որպես մեկը, ով կարգված է մեզ համար, որովհետեւ եթե 5 տականի ժամանակաշրջանում առաջատար կամ կենտրոնական դերակատարում ուներ Հայր Աստվածը, իսկ Տեր Հիսուսի մարմնավոր կյանքի ժամանակահատվածում կենտրոնական դերակատարում ուներ Տեր Հիսուսը, այսօր Տեր Հիսուսի հարությունից հետո կենտրոնական դերակատարում ունի Սուրբ Հոգին, որ եկել է մեր կյանքերի մեջ Աստծո գործն անելու համար։ Եվ տեսնում ենք, որ 5 տականի ընթացքում, երբ որ ժամանակ առ ժամանակ, քանի որ Աստված ասել էր մարդու վրա չհանգչի իմ հոգին, չմնա իմ հոգին, բայց տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ Աստծո հոգին իջնում էր մարդկանց կյանքի մեջ եւ ինչ որ բաներ մարդկանց օժտում էր, ինչ որ կարողությունով, ինչ որ օծությունով գալիս էր, որ երբեմն մարգարեանում էին, երբեմն դրսևորվում էր, օրինակ Սամսոնի կյանքի մեջ աստվածային ուժն էր դրսևորվում, երբեմն տեսնում ենք, որ որոշ պարգևներ էին ընդունում, օրինակ Ելից գրքի մեջ մենք տեսնում ենք, որ առաջին մարդը, որին Աստված օծեց, դա Բեսելիելն էր, Սուրբ Հոգով օծեց եւ ինչի համար օծեց, տաճարի պատրաստության համար գործեր կատարելու, այնքան վարպետություն տվեց Աստված, այս օծությունն եկավ նրան իմաստուն անելու եւ վարպետ դարձնելու համար։ Եվ հետո տեսնում ենք, որ մարգարեություն կար։ Եզեկիել մարգարեության 36-րդ գլխի մեջ Աստված մարգարեանում է, Աստված խոսում է մարդկանց հետագայում կատարվելիք մի իրադարձության մասին եւ Աստված ասում է, որ ձեր ներսում նոր հոգի պիտի դնեմ։ Սա գրված է 35-25-27 համարների մեջ Եզեկիելի մարգարեության եւ Աստված ասում է, որ ձեր ներսում նոր սիրտ պիտի դնեմ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեզանում եւ ձեր քարեղեն սիրտը պիտի հանեմ եւ մարմնեղեն սիրտ պիտի դնեմ ձեզանում եւ ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք եւ ձեր բոլոր պղծություններից եւ ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ։ Եթե կյանքիդ մեջ տեսնում ես որոշ բաներ, որոնք չեն համապատասխանում այս գրվածքներին, սա քեզ համար է, որ Աստված խոստում ունի քեզ համար, որ մաքուր ջուր պիտի սրսկի եւ ամեն կուրքերից եւ պղծություններից պիտի մաքրի եւ ես ձեր նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր միջում եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք։ Եթե անհամապատասխանություն ես տեսնում քո եւ այս գրվածքի միջև, դեռևս Սուրբ Հոգու կարիքը դու ունես, որ Սուրբ Հոգին հեղվի քո կյանքի մեջ եւ քեզ դարձնի այն, ինչ որ Աստված մարգարեությամբ սրանից ավելի քան 2600 տարի առաջ մարգարեացել է եւ խոսացել է քեզ համար, որ պիտի անի քեզ համար սա։ Բայց սա դեռ քիչ էր եւ տեսնում ենք, որ Հովելի մարգարեության 2-րդ գլխի 28-29 համարների մեջ Աստված ասում է, որ շատ ավելին պիտի անեմ եւ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա եւ պիտի մարգարենան ձեր տղեկը եւ ձեր աղջիկը, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, երազեն եւ ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներին ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ Աստված ասում է, որ պիտի թափեմ եւ դու եթե մտածում ես, որ քու ծերության օրերի մեջ ես եւ Սուրբ Հոգին այդքան էլ քու համար չի, Աստված ասում է, որ դա քո համար է։ Իմ հոգին պետք է թափեմ քեզ վրա։ Եթե դու մտածում ես, որ շատ ես դեռ երիտասարդ Աստծո համար անոտ լինելու, Աստված ասում է, դա քո համար է եւ պետք է թափեմ իմ հոգին։ Սա ոչ թե ընդամենը մի փոքր չափաբաժին տալու մասին է խոսում, այլ թափելու մասին։ Երբ որ
մեկի վրա, ասենք դույլով ջուր են թափում, սա մի փոքր չի, ասենք թրջվում, սա լավ թրջվում է, եւ Սուրբ Հոգին ասում է պիտի թափեմ իմ հոգին, եւ մի դույլ չի թափի Աստված, երկու դույլ չի թափի, Սուրբ Հոգին կգա քո կյանքի մեջ, եւ սա մարգարեություն է իմ ու քո համար, որ Աստծո Հոգին պիտի գա մեր կյանքերի մեջ։ Բայց ինչու գա Աստծո Հոգին, որն է նշանակությունը նրա գալու, որ եւ երբ որ գանա, ինչ պիտի անի մեր կյանքերի մեջ։ Հովանես Ավետարանի 14-րդ գլուխ 17-րդ խոսքի մեջ Տեր Հիսուսն ասում էր, որ երբ որ նա կգա, նա կբնակվի ձեր մեջ։ Երբ որ նա կգա, նա կբնակվի ձեր մեջ։ Հովանես Ավետարան 14-րդ գլուխ 17-րդ խոսք։ Իսկ Հռոմեացիս 8-րդ գլուխ 14-րդ համարի մեջ գրված է, որ Աստծո որդիների նկարագիրը նա է, որ Աստծո որդիները առաջնորդվում են Սուրբ Հոգով։ Աստծո որդիների նկարագիրը սա է, որ նրանք առաջնորդվում են Սուրբ Հոգով, որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա, որ սովորում է Աստծո Հոգով առաջնորդվել, յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի մեջ սա մի առավելություն է, որ հանկարծ մենք մեր ծննդյան օրից սովորել ենք մարմնով առաջնորդվել, մարմնով ապրել եւ մարմնի ազդակները հասկանալ։ Երբ որ մենք փոքր էինք, մենք գուցե նոր ծնված ժամանակ չգիտեինք ինչ է օրինակի համար սովի զգացումը, երբ որ դիսկոմֆորտ էինք զգում մեր օրգանիզմի մեջ, լացում էինք եւ մեզ կերակրում էին, այդ դիսկոմֆորտն ասնում էր։ Հետո հասկանում էինք, քիչ-քիչ հասկանում ենք, որ փաստորեն սովի զգացումը սա է, երբ որ դու ինչ որ բանի կարիք ունես եւ պիտի կշտանաս։ Հետո ցավի զգացումն ենք սկսել աստիճանաբար ճանաչել։ Հետո սկսել ենք հոգնածության զգացումը ճանաչել։ Հետո սկսել ենք տարբեր զգացումներ ճանաչել եւ մենք սովորել ենք մարմնով ապրել։ Բայց երբ որ վերստին ծնվեցինք, մենք կարիք ենք զգում Սուրբ Հոգու ազդակները ճանաչելու եւ Սուրբ Հոգուն զգալու եւ Սուրբ Հոգուն հասկանալու։ Ու այլևս երբ որ Սուրբ Հոգին մի հատ ազդակ է տալիս, մենք հասկանում ենք, որ փաստոր ինչ որ բան այն չի եւ պետքա ինչ որ բան արվի։ Եվ մենք զգում ենք, որ կարծես թե հոգեվոր սով կա մեր մեջ եւ Աստծո խոսքի կարիք ունենք։ Իմիջիայլոց ասեմ, երբ որ մենք երկար չենք կարդում Սուրբ Գիրքը, այլևս կարդալու ցանկություն չենք ունենում։ Երբ որ երկար չենք աղոթում, այլևս աղոթելու ցանկություն չենք ունենում։ Եվ որպեսզի վերականգնվի Աստծո խոսք կարդալու ցանկությունը, պետք է սկսել Սուրբ Գիրք կարդալ։ Որպեսզի վերականգնվի աղոթքի ցանկությունը, պետք է սկսել աղոթք անել։ Եվ ինչքան շատ ես աղոթում, այնքան աղոթելու կարիքը շատ ես զգում։ Ինչքան շատ ես Սուրբ Գիրք կարդում, այնքան կարդալու կարիքը շատ ես զգում։ Եվ քաջալերում եմ, որպեսզի եթե այս խնդիրը կա ձեր կյանքի մեջ, սկսեք աղոթել եւ սկսեք կարդալ։ Եվ մենք աստիճանաբար սկսում ենք Սուրբ Հոգուն հասկանալ։ Եվ Հռոմեացիս 8-րդ գլխի 14-րդ համարն ասում է, որ Աստծո որդիները Աստծո Հոգով առաջնորդվողներն են, որովհետև որոնք որ Աստծո Հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիկ են։ Աստծո Հոգով վարվեցողության մասին է խոսքը։ Եվ երբ որ աստիճանաբար մենք սկսում ենք հոգևորապես վարվել, մենք սկսում ենք Սուրբ Հոգուն հասկանալ։ Հանկարծ Սուրբ Հոգին կարա մեզ ներգործի, որ ինչ որ մեկի համար աղոթք անենք եւ բարեխոսություն բարձրացնենք։ Մեկի, որին գուցե ամիսներով կամ տարիներով չես հիշել, բայց հանկարծ դու զգում ես, որ Սուրբ Հոգին ներգործում է քո մեջ։ Հանկարծ կարող ես ինչ որ մեկի համար մի հատ Աստծուց խոսք առնել եւ մտածես, ասես դե գուցե սա իմ բնական մարդկային միտքն է, բայց Սուրբ Հոգին տեսնում ես, որ քեզ առաջնորդում է, որ այս մեկի համար աղոթք անես եւ ոչ միայն աղոթք անես, նաեւ խոսք մատուցես այս մեկին։ Հետո զգում ես, որ կարիք կա, որ Սուրբ Հոգին ներգործում է, որ ֆինանսապես այս մեկի կողքին կանգնես։ Սուրբ Հոգին ներգործում է, որ ծոմ պահես։ Սուրբ Հոգին ներգործում է, որ գնաս առանձնանաս իր հետ, Աստծո հետ ժամերով կամ գուցե օրերով։ Հետո մենք սկսում ենք հոգեվորապես վարվել եւ Սուրբ Հոգով վարվել։ Եվ սա Աստծո որդիների նկարագիրն է, որոնք են Սուրբ Հոգու գործառույթները մեզանում։ Հովանես Ավետանի 3-րդ գլխի 5-ից 8 համարների մեջ Նիկոդեմոսի հայտնի պատմության մեջ Տեր Հիսուսը ներկայացնում էր, որ Սուրբ Հոգին այն անձն է, որը մեզ վերստին ծնունդ է պարգևում։ Սա տիեզերքի մեջ ամենաբացառիկ երևույթն է, երբ որ հանկարծ կարա Աստծո էությունը մարդու մեղանչական
էության այս մի փոքր հատվածի մեջ Աստծո էությունը ծնվի։ Վերստին ծնունդ կարա տեղի ունենա, երբ որ Աստծո սերմից եւ Սուրբ Հոգու ազդեցությունից քո ներսում Աստծո կյանքն է ծնվում, Տեր Հիսուսի կյանքն է ծնվում։ Սա մի գերբնական իրադարձություն է։ Մենք մտածում ենք, որ գուցե մեկին ավետարան խոսամ, այս մեկին հավատացյալ դարձնեմ, ոչ մեկը ոչ մեկին չի կարող հավատացյալ դարձնի։ Տեր Հիսուսն ասում էր, եթե իմ հայրը չքաշի, ոչ մեկը չի կարող ինձ մոտ գա։ Եվ Տեր Հիսուսը այս հատվածի մեջ ներկայացնում էր, որ վերստին ծնունդը սա մի իրադարձություն է, որ բացառապես Սուրբ Հոգու ազդեցության ներքո է կատարվում։ Եվ երբ որ մեզանից որևէ մեկը վերստին ծնված է, թող վստահ եղի, որ Սուրբ Հոգին իր մատը դրել է իր կյանքի մեջ։ Եվ Սուրբ Հոգին իր մատը դրել է քո կյանքի մեջ, իր գործն արել է քո կյանքի մեջ, որպեսզի դու կարողանաս Աստծո կյանքի կրողը դառնաս։ Հովհաննես ավետարան 16-րդ գլխի 14-րդ համարի մեջ եւ 4-րդ գլխի 24 համարների մեջ Տեր Հիսուսը ներկայացնում էր, որ Սուրբ Հոգին այն անձն է, որ պիտի փառավորի։ Նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնի եւ կպատմի ձեզ։ Սուրբ Հոգին եկել է փառավորելու Հորը եւ Տեր Հիսուսին։ Եվ մենք մտածում ենք, որ գուցե երկրպագությունը սա մի բան է կամ փառաբանությունը, որ մենք եկել ենք, հավաքվել ենք իրար հետ, դե երգա երգում ենք, էլի, բայց մենք կարանք երգա երգենք, բայց մենք չենք կարա փառավորենք Հորը։ Եվ Սուրբ Հոգին այն անձն է, որ եկել է մեզ օգնելու, որպեսզի մենք Հորը իրական պատիվ եւ փառք բարձրացնենք։ Հովհաննես ավետանի 4-րդ գլխի մեջ Տեր Հիսուսն ասում էր 24 համարի մեջ, որ Հորը երկրպագողները կերկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Երկրպագությունը մի իրադարձություն է, որ Սուրբ Հոգով է կատարվում, որ Սուրբ Հոգին է գալիս, մեզ բռնում, մեր թևերից բռնում, մեր թևերը բարձրացնում դեպի երկինք եւ մեզ երկրպագու սիրտ տալիս, վիճակ տալիս, որ կարողանանք երկրպագենք Աստծուն։ Հետևաբար, եթե որևէ անգամ դժվարություն կունենաս երկրպագելու, խնդրի Սուրբ Հոգուն թող գա քո թևերը բարձրացնի երկինք, որ կարողանաս երկրպագես Աստծուն։ Որն է հաջորդ գործառույթը Սուրբ Հոգու մեր կյանքերի մեջ։ 16-րդ գլխի նույն Հովհաննես ավետանի 13-րդ խոսքի մեջ Տեր Հիսուսն ասում էր, որ երբ որ նա կգա, ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, ամեն ճշմարտության։ Մենք բնույթով միտված ենք մոլորվելու ճշմարտությունից։ Մենք չենք կարող ճշմարտությունը գտնենք, որովհետև մեզ համար մարդկային կուրությունը, հոգու կուրությունը այնքան խորն է դաջված մարդու էության մեջ, որ մարդը չի կարող ճշմարտությունը ճանաչել։ Եվ որպեսզի կարողանա մարդը հասնի ճշմարտությանը, նա կարիք ունի Սուրբ Հոգու։ Եթե Սուրբ Հոգին մեր ձեռից բաց թողնի, մենք այս մարդկային ճանապարհների, մարդկային կյանքի, մարդկային այս անցուդարձերի երկրավորի մեջ այնքան խորը կխճճվենք, որ մենք երկնքի ճամփեն կկորցնենք։ Բայց Սուրբ Հոգին եկել է մեր ձեռից բռնի ու հասցնի երկինք Հոր մոտ։ Ամեն անգամ, երբ որ մենք կարիք ունենք Աստծուն մոտենալու ու ճամփեն հանկարծ չես կարողանում գտնես, Աստծուն ասում ես, ես ուզում եմ մոտիկանամ քեզ, բայց ես չգիտեմ ոնց մոտենամ քեզ։ Աստծուն ասում ես, ես ուզում եմ հասկանամ քեզ, բայց ես չգիտեմ ոնց հասկանամ քեզ։ Աստծուն ասում ես, ես չգիտեմ որն է ճամփեն հասնելու երկինք։ Ինքն ասում է, դու Սուրբ Հոգին ունես քո կյանքի մեջ, որ քո ձեռքից կբռնի, ինձ կմոտեցնի։ Դու Սուրբ Հոգին ունես քո կյանքի մեջ, որ քեզ կբռնի, ճշմարտությանը կհասցնի։ Եվ սա այնքան մեծ ապահովություն է տալիս մեզ, որ մենք մատնված չենք մեր իմաստությանը, որ մենք մատնված չենք մեր տրամաբանությանը, մեր ճարպկությանը, մենք մատնված չենք մեր տկարություններին, այլ Սուրբ Հոգին եկել է մեր կյանքերի մեջ, որպեսզի մեր ձեռից բռնի ու տանի դեպի Աստծուն, որ տանի դեպի փրկություն։ Հաջորդ համարը, որ Տեր Հիսուսը ներկայացնում էր Սուրբ Հոգուն, նույն Հովհաննես ավետանի 16-րդ գլխի 7-րդ համարում է, որ Տեր Հիսուսն ասում էր, երբ որ մխիթարիչը կգա, բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեվ եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Ինչքան շատ այս կյանքի տարբեր իրավիճակների մեջ մարդը հուսահատվում է,
մարդը թևաթափ հայեղնում, մարդը կոտրվում է, ճամփի կեսին ուզում է մնա, մտածում ես, ասում ես, Տեր, ախր ես քանի անգամ գալիս եմ քո մոտ, ուզում եմ գամ քո մոտ, ճամփի կեսին նորից մեղքը ինձ կուլ է տալիս, նորից թևաթափ եմ ընկնում եմ, էլ չեմ ուզում քեզ հիասթափացնեմ, բայց այս ժամանակ, երբ որ դու թևաթափ եղած ես ու չես ուզում էլ մոտենաս Աստծուն, որովհետև մտածում ես դե քո մոտ ոչ մի բան չի ստացվի, Սուրբ Հոգին գալիս է քո կողքին կանգնում է ու սկսում է քո ձեռից բռնել, քեզ մխիթարել, քեզ սրտապնդացնել, նորից հավատք ներգործել քո սրտի մեջ, որ քո մոտ կստացվի, որովհետև դու կանչված ես բարձրյալ Աստծո կողմից։ Եվ Տեր Հիսուսն ասում էր, այն գառները, որոնց Հայրը ինձ տվեց, նրանցից մեկն էլ չկորցրեցի, բացի միայն Կորստյան որդուց։ Մեզանից որևէ մեկը Կորստյան որդի չի, մեզանից ամեն մեկը հորից կանչված է։ Եվ Թեսաղոնիկեցիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է, այն բարի գործը, որ Աստված սկսեց ձեզանում, մինչև իր ավարտը կհասցնի, եւ ձեր հոգին ու շունչը ու մարմինը անարատ կկանգնացնի Տեր Հիսուսի օրվա մեջ։ Եվ ուզում եմ վստահացնել, որ Սուրբ Հոգին ամեն անգամ գալիս է մեր սրտերի մեջ հավատք ներգործելու, որ երբ որ տեսնում ենք մեր տկարությունները, նորից գալիս է մխիթարելու, նորից գալիս է մեզ թևութի գում կեղնելու, ասելու, որ դու կհասնես տեղ, քո մոտ կստացվի, այն ինչ որ ակնկալում ես Աստծուց վերցնել, դու կվերցնես, Սուրբ Հոգին եկել է մեր սրտերի մեջ հավատք ներգործելու։ Ամեն։ Բացի նա, որ Սուրբ Հոգին մխիթարիչ է, նա նաև հանդիմանող է։ Հաջորդ գործառույթը նրա մեր կյանքերի մեջ, որ նկարագրված է Հովհաննես Ավետարանի 16-րդ գլխի 8-րդ համարի մեջ, Տեր Հիսուսն ասում էր, որ երբ որ նա կգա, նա կհանդիմանի։ Երբ որ նա կգա, նա կհանդիմանի։ Ի տարբերություն սատանայի, Սուրբ Հոգին չի նախատում, այլ հանդիմանում է։ Նախատինքի եւ հանդիմանության տարբերությունը, նմանությունը թեև շատ է, բայց բավականին մեծ տարբերություն կա։ Երկու դեպքում էլ ասում է խնդիրը, երկու դեպքում էլ ներկայացում է մեղքը, բայց մի դեպքում մեղադրանք կա, մյուս դեպքում ընդամենը լույսի շատություն կա, որ դու հասկանաս խնդիրը, որպեսզի հասկանաս մեղքը։ Եվ Սուրբ Հոգին եկել է ոչ թե նախատելու մեզ, մեղադրելու, որ դու սա ես, դու ես ձևին ես, որ դու ճնշված ավելի թերի, ավելի անկատար զգաս քեզ, այլ Սուրբ Հոգին եկել է լուսավորելու, որպեսզի հասկանանք մեղքը, հանդիմանելու մեզ, որպեսզի բացահայտենք մեր կյանքի մեջ կատարվող բացասական երևույթները եւ կարողանանք դառնալ Աստծուն։ Հովհաննես Ավետարանի 16-րդ գլուխ 14-րդ համարի մեջ Տեր Հիսուսն ասում էր, որ Սուրբ Հոգին երբ որ կգա, Քրիստոսից կառնի եւ կտա մեզ։ Կառնի եւ կպատմի մեզ։ Կառնի եւ կմատակարարի մեզ։ Ինչի կարիք ունես Քրիստոսից։ Գուցե Տեր Հիսուսի վերքերի զորության կարիք ունես, որ բժշկություն գա քո կյանքի մեջ։ Տեր Հիսուսն ասում էր, Սուրբ Հոգին են անձնա, ով կմատակարարի, կվերցնի ինձանից եւ կտա ձեզ։ Գուցե Տեր Հիսուսի արյան պաշտպանության կարիքն ունես քո կյանքի, քո ընտանիքի համար։ Սուրբ Հոգին են անձնա, որ կմատակարարի պաշտպանությունը Քրիստոսի արյան մեր կյանքերի մեջ։ Եթե Տեր Հիսուսից իմաստության կարիք ունենք, Սուրբ Հոգին են անձնա, ով կվերցնի ու կմատակարարի մեզ Տեր Հիսուսի իմաստությունը։ Գուցե Տեր Հիսուսից իր փորձառության կարիքն ունես, որ Տեր Հիսուսը անցավ մի ճանապարհ, անցավ մի փորձություններով եւ այդ ճանապարհի մեջ կարողացավ հաղթանակող գտնվել, եւ դու կարիք ունես Տեր Հիսուսի փորձառության եւ օգնության, որ Տեր Հիսուսի փորձառությունից սորես Սուրբ Հոգին են անձնա, ով կվերցնի այդ փորձառությունը եւ կմատակարարի մեզ։ Գուցե շնորհքի կարիք ունես, այն ճոխ շնորհքի, որ Տեր Հիսուսը ապահովեց մեզանից ամեն մեկի համար։ Սուրբ Հոգին նորից նույն անձն է, ով կվերցնի Քրիստոսի շնորհքը, այդ ճոխ շնորհքը եւ կմատակարարի մեզ։ Եվ սրա համար պատիվ ու փառք մեր փառավոր Թագավորին։ Ամեն։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 13-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքերի մեջ մեզ զորացնելու համար, որովհետև եթե մարմնավորապես ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք կապրենք։
Սուրբ Հոգին են անձնա, ով եկել է մեր կյանքերի մեջ, մեզ զորացնելու, որպեսզի կարողանանք մարմնի գործերը սպանենք։ Եթե մտածում ես քո կյանքի մեջ մարմնի գործեր կա, որոնք դժվարություն ունես հաղթահարելու, անընդհատ փորձում ես այս մարմնի գործերը հաղթահարես, բայց նորից չես կարողանում, մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, որ նա գա մեր կյանքերի մեջ մեզ զորացնելու, որպեսզի Սուրբ Հոգով մենք կարողանանք մարմնի գործերը սպանենք։ Նույն 8-րդ գլխի 26-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեզ։ Օգնության է հասնում մեզ, ով օգնության կարիք ունի։ Երբեմն մենք մարդկանց օգնության կարիք ունենք, երբեմն կարիք ունենք, որ ինչ-որ մեկը մեզ համար կարծես թե աղոթի, մեզ ինչ-որ ձևով օգնական լինի, բայց Հռոմեացի 8:26-ի մեջ ասում է, այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին։ Ինչ տկարության մասին է խոսքը, ինչքան շատ տկարություն ունենք, Սուրբ Հոգին եկել է օգնելու մեր տկարություններին, որտեղ թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում Հորը, եւ հոգիները քննողը գիտի Հոգու ինչ խորելը եւ մեզ կօգնի, եւ այս հատվածն ասում է, որ եթե տկարություններ ունենք մեր կյանքի մեջ, եկեք օտար լեզուներով սկսենք աղոթել, եկեք Սուրբ Հոգով աղոթենք, որովհետեւ Հոգին կարողանում է հասցնի Հորը այն, որ իրական կարիք է մեզ համար, այն ինչ իրական կարիք է մեզ համար, Հոգին կարողանում է օգնի մեզ մեր տկարությունների մեջ, դրա համար շատ ավելի երկար աղոթենք, քան որ աղոթում ենք Սուրբ Հոգով։ Նույն Հռոմեացիս 12-րդ գլխի 11-րդ համարի մեջ մենք բացահայտում ենք, որ Սուրբ Հոգին եկել է մեր կյանքերի մեջ, որպեսզի մեզ բորբոքի եւ Տիրոջը ծառայելու կարողություն տա։ Ջանքի մեջ թույլ չլինենք, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք։ Տիրոջը ծառայելու համար Սուրբ Հոգին ներգործում է մեր մեջ հոգով ջերմեռանդություն ունենալու համար։ Սուրբ Հոգին բորբոքում է մեզ ջերմեռանդությունով Աստծուն մոտենալու։ Սուրբ Հոգին ներգործում է մեր մեջ բորբոքվելու Աստծուն ծառայելու համար։ Երբեմն գուցե բացահայտել ես քեզ համար, որ եղել է կյանքիդ մեջ ժամանակահատված, որ կարծես թե տկար ես եղել, թույլ ես եղել, ծառայությունդ ոնց որ թե ընծայումդ նվազել է ծառայության մեջ, բայց հանկարծ երբ որ տեսնում ես, որ այն ժամանակ, որ ավելի ջերմեռանդ էիր ծառայում Աստծուն, ավելի ընծայված էիր, ավելի նվիրված էիր, եւ տեսնում ես, չգիտես ոնց անես, որպեսի այս ընծայումը վերականգնես քո կյանքի մեջ, Սուրբ Գիրքը բացահայտում է մեզ համար, որ հոգու ներգործությունը կարող է մեզ ջերմեռանդ դարձնել Աստծու համար, Աստծուն ծառայելու համար։ Հաջորդ գործառույթը Սուրբ Հոգու մեր կյանքերի մեջ բացահայտում ենք Կորինթացիս 2-րդ գլխի 10-րդ համարի մեջ, որ հայտնություն ենք առնում Սուրբ Հոգով, որ հայտնություն ենք առնում Սուրբ Հոգով, բայց մեզ հայտնեց Աստված իր Հոգով, որտեղ Հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն է։ Ինչքան բաներ կա, որ դու կարիք ունես, որ Աստծուց իմանաս, օրինակի համար իմանաս Աստված ինչ վերաբերմունք ունի քո նկատմամբ։ Շատերս գուցե ուզում ենք իմանանք, Տեր, դու ինչ ես մտածում իմ մասին, ինչ ես մտածում իմ ընթացքի, իմ ճանապարհի մասին, ինչ կարծիք ունես, ես ինչ անեմ, որ ճիշտ անեմ։ Եվ մենք կարիք ունենք երբեմն, որ Աստծուց հայտնություն առնենք, եւ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծո Հոգին մեզ մատակարարում է հայտնություն Աստծո սրտի մեջի եղածների վերաբերյալ, որովհետև Աստծո խորքերն է քննում, Աստծո սրտի մեջի եղածը գիտի, եւ եթե դու կարիք ունես Աստծուց մի հայտնություն առնելու, դու նորից կարիք ունես Սուրբ Հոգու, որ գա քո կյանքի մեջ եւ մատակարարի քեզ Աստծո սրտի մեջի եղածը։ Նույն Կորինթացիս 2-րդ գլխի 13-րդ համարի մեջ բացահայտում ենք, որ Սուրբ Հոգին սովորեցնում է մեզ, որովհետև նա եկել է մեզ սովորացնելու։ Տեր Հիսուսն ասում էր նաև Հովհաննես ավետարանի մեջ, որ երբ որ նա կգա, մեզ կսովորացնի
ինչ որ ճշմարիտ է եւ սուտ չի, եւ Սուրբ Հոգին եկել է մեզ սովորացնելու համար, մեզ կրթելու համար, որին էլ խոսում ենք ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորացրածներով հոգիները, հոգևորները հոգևորների հետ համեմատելով։ Այս հատվածի մեջ Պողոս առաքյալն ասում է, որ Սուրբ Հոգին մեզ բաներ կա սովորացրել է, Սուրբ Հոգին մեզ բաներ կա կրթել է, բաներ կա, որ մեզ դաստիարակել ասել է, այս ձև մի արա, այս ձև արա։ Մենք կյանքի եւ փորձառության մեջ շատ բաներ կա, որ չգիտենք ոնց անենք, եւ ու ինչու են ծերերը իմաստուն համարվում, որովհետեւ կյանքի ճանապարհ ունեն անցած։ Եվ մենք կարիք ունենք ոչ թե ծերերից սովորելու առավել, թեև կարիք ունենք ծերերի փորձառությունից օգտվել, այլ մենք առավել կարիք ունենք Սուրբ Հոգուց սովորել, որտեղ Սուրբ Հոգին Աստծո սրտի մեջ եղածներն իմանալով կարող է մեզ սովորացնել, մեզ կրթել, մեզ դաստիարակել։ Ամեն։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:12 համարի մեջ մենք բացահայտում ենք, որ Սուրբ Հոգին եկել է մեզ սրբացնելու համար։ Իսկ մենք պարտ ենք ամեն ժամանակ Աստվածանից շնորհակալ լինել ձեզ համար Տերից սիրված եղբայր, որ Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար, հոգու սրբության եւ ճշմարտության հավատքի մեջ։ Արևմտահայերեն թարգմանությունն ասում է հոգու սրբացնելով եւ ճշմարտության հավատքով։ Հոգու սրբացնելով։ Ինչ անում Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ, եկել է մեզ մաքրագործի։ Մենք երբեմն այնքան կենտրոնանում ենք մեր ջանքերի վրա, որ վայ ես էս անեմ, որ իմ կյանքի մեջ էս թերությունը կամ էս մեղքը մաքրեմ, ու ինչքան շատ ենք ջանքանում, տեսնում ենք այդքան մեր մոտ չի ստացվում։ Ու ինչ պետք է անենք, պետք է խնդրենք Սուրբ Հոգուն, որ գա մեզ սրբացնի։ Սա այնքան փառավոր է, եւ սա ընդամենը հավատք է պահանջում, որ դու խնդրես Սուրբ Հոգուն, որ Սուրբ Հոգին գա ու քեզ սկսի մաքրագործել։ Չեք պատկերացնի ինչքան հետաքրքիր է իր գործը մեր կյանքի մեջ։ Մենք կարանք տարիներով ու հազարամյակներով էլ ջանք անենք գոնե մեկ մեղքից մաքրվելու եւ ազատագրվելու, ու մեր մոտ այդ ձև էլ չստացվի, բայց Սուրբ Հոգին կարա գա ու ակնթարթորեն մեզ մաքրագործի։ Ինքը աստվածային իմաստությունն է մեր մեջ, որպեսզի մեզ իմաստուն անի, եւ Սուրբ Հոգին երբ որ գալիս է, մեզ հետաքրքիր ձևով կարողանում է սրբագործի, մաքրագործի, եւ սրա համար մենք կարիք ունենք շատ կպնելու Սուրբ Հոգուն, շատ հենվելու Սուրբ Հոգու վրա, որպեսզի նա գա եւ Աստծո գործառույթները իրականացնի մեր կյանքերի մեջ։ Հաջորդ հատվածը, որ ուզում եմ կարդամ, Կորինթացիս 12:11 համարի մեջ է, առաջի Կորինթացիս, որ Սուրբ Հոգին ներգործում է մեր մեջ Աստծո պարգևները, բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում ամեն մեկին բաժանելով, ինչպես որ կամենում է։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի Աստծո պարգևները, Աստծո նվերները մատակարարի մեզ եւ բաժանի մեզ։ Գուցե պարգևների մասին մենք մտածում ենք, որ դե սա ինձ համար անհասանելի մի բան է։ Օրինակի համար մարգարեության պարգև, օրինակի համար հրաշագործության պարգև, հավատքի պարգև, իմաստության խոսքի պարգև, գիտության խոսքի պարգև, լեզուների թարգմանության պարգև։ Մենք գուցե մտածում ենք, որ սա ինձ համար անհասանելի մի բան է եւ սա գուցե ընտրվածների կամ հատուկների համար է, բայց Սուրբ Հոգին այս հատվածի մեջ ասում է, որ ամեն մեկին բաժանում է ինչպես կամենում է։ Ամեն մեկին, ոչ թե որոշներին, այլ ամեն մեկին։ Դու բացառություն չես։ Ով էլ ուզում է լինենք, մեզանից որևէ մեկը բացառություն չի, եւ Աստծո Հոգին կարա բաժանի ամեն մեկիս պարգև։ Ինչի համար։ Պարգևը ընդունողի համար չի։ Պարգևը Աստծո ժողովրդի համար է, աշխարհի համար է, որպեսզի մենք կարողանանք Աստծո թագավորությունը Աստծո զորության վրա հենված լինելով կառուցենք, ոչ թե մարդկային կարողության վրա հենված լինելով կառուցենք, այլ Աստծո զորության վրա։ Պողոս առաքյալը ասում էր Կորինթացիներին, ասում էր, մեր քարոզչությունը չեղավ մարդկային իմաստության խոսքերով, այլ Աստծո զորությունով։ Մեր քարոզչությունը ոչ թե իմաստուն խոսքերով էր մարդկանց կողմից հորինված, այլ Աստծո զորությունով էր։
եւ մենք կարիք ունենք Աստծո զորության, իսկ ինչի համար Աստծո զորությունը չի գործում, որովհետեւ Պողոս առաքյալը 14-րդ գլխի մեջ բացահայտ ասում է, որ պարգևների չգործելու պատճառը նա է, որ մարդիկ նախանձավոր չեն պարգևներին։ Եվ սա համար քաջալերում է, որպեսզի նախանձավոր լինենք պարգևներին։ Եվ ուզում եմ այսօր էլ քաջալերեմ ամեն մեկին, որ եթե դու տեսնում ես կարիք, ուրեմն սա պատճառը, որ Աստված քեզ ուզում է, որպեսզի քեզ այդ կարիքի համար պատասխան դարձնի իր ժողովրդի համար։ Եթե տեսնում ես հրաշագործությունները պակասել են Աստծո տան մեջ, ուրեմն գուցե պատճառն է, որ Աստված ուզում է քեզ հրաշագործության պարգև տա, որպեսզի դու այդ պակասը լրացնես Աստծո տան մեջ։ Եվ ուզում եմ նախանձավոր եղնենք եւ Սուրբ Հոգուց առնենք պարգևներ։ Հաջորդ հատվածը, որ ուզում եմ կարդամ 2 Կորինթացիս 3 գլուխ 17-րդ համարն է, որ Սուրբ Հոգին եկել է մեզ ազատություն տալու համար, որովհետև Տերն է հոգին, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատություն։ Գերությունից ազատություն։ Երբեմն տեսել ենք մարդիկ, որոնք այնքան շատ տանջված են ու այնքան շատ տառապած են, տեսել ենք մարդիկ, որոնք անգամ դիվահարներ ենք տեսել, որ դևերի կողմից տանջում են ու չենք կարեցել ոչ մի բանով օգնենք։ Ինչի, որտեղ մեր կարողությունը չափազանց սահմանափակ է, բայց Աստծո հոգու կարողությունը երբևէ կաշկանդված ու սահմանափակված չի։ Եվ այս հատվածն ասում է, որ որտեղ Սուրբ Հոգին գալիս է, այնտեղ չի կարա կապանք եղնի։ Որտեղ Աստծո հոգին գործում է, չի կարա կապանք եղնի։ Եվ եթե իմ ու քո կյանքի մեջ էլ մենք տեսնում ենք երբեմն իրավիճակներ, որ կապված ենք կարծես թե ինչ որ բանով, ինչ որ մեղքի կապանքով, Սուրբ Հոգին են անձնա, ով եկել է ամեն կապանքից ազատելու համար։ Եվ Տեր Հիսուսն ասում էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, ընդ որում ինձ օծել է մարդկանց գերիներին ազատություն շնորհելու համար։ Սուրբ Հոգին երբ որ գալիս է մարդու կյանքի մեջ, նա գերիներին ազատություն է շնորհում։ Տեր Հիսուսը իր կյանքը եւ իր ծառայությունը Սուրբ Հոգու կարողությունով, Սուրբ Հոգու օծությունով արեց, ինչ որ արեց, մեզ օրինակ լինելու համար։ Օրինակի համար գրված է, որ նա Սուրբ Հոգով անապատ տարվեց փորձվելու։ Երբեմն կմտածես, որ արդյոք այդ փորձության գնալու համար ես կարիք ունեմ Սուրբ Հոգու, այո, մենք կարիք ունենք Սուրբ Հոգուն, որ գա մեզ օգնի փորձվելու ժամանակ։ Ինչ արեց անապատից հետ վերադառնալուց Սուրբ Հոգու զորությունով վերադարձավ։ Երբ որ ջրով մկրտվեց, Սուրբ Հոգին իջավ իր կյանքի մեջ։ Սուրբ Գիրքը Պողոս առաքյալը բացահայտում է եւ ասում է, որ Տեր Հիսուսը իր անձը անարատ պատարակ մատուցանեց ում ձեռով, Սուրբ Հոգու ձեռով։ Անկամ այդ զոհաբերության համար, անկամ ընծայվելու համար մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, որովհետև երբ որ դու տեսնում ես, որ դու պետքա քո կյանքը զոհասեղանի վրա դնես, որպեսզի Աստծո կրակը գա, երբ որ տեսնում ես կյանքիդ մեջ բաներ կա, որ պետքա տանես զոհասեղանի վրա դնելու, մենք նորից կարիք ունենք Սուրբ Հոգու, որովհետև Տեր Հիսուսը իր անձը անարատ պատարակ մատուցանեց Սուրբ Հոգու ձեռքով, եւ մենք միշտ կարիք ունենք Սուրբ Հոգու։ Եվ Սուրբ Հոգին այն անձն է, որ ազատություն է տալիս։ Գրեթե վերջացնում եմ։ Եվ հաջորդ հատվածը, որ ուզում եմ կարդամ, նույն 2 Կորինթացիս 3 գլխի 18-րդ համարն է, որ ասում է, որ Սուրբ Հոգին եկել է, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուց։ Սուրբ Հոգին եկել է մեր կյանքերի մեջ փառքից փառք տանելու։ Ինչ փառք կա մեր կյանքերի մեջ։ Մենք նախորդ շաբաթ մի փոքր լսեցինք Աստծո փառքի մասին, որ Տեր Հիսուսը Աստծո փառքն է, որ Աստված մեզ տանում է Տեր Հիսուսի մեջ, որովհետև ամեն մարդ մեղանչեց եւ Աստծո փառքից պակասեց, քանի որ բոլորս Աստծո փառքից պակասած էինք, հանկարծ Տեր Հիսուս Աստծո փառքը լինելով Աստված մեզ վերականգնում է Տեր Հիսուսի մեջ, մեզ տեղավորում է Տեր Հիսուսի մեջ, որպեսզի մեզ փառավորանի։ Եվ Սուրբ Հոգին են անձնա, ով եկել է մեր կյանքերի մեջ Տեր Հիսուսի պատկերը եւ նմանությունը կերտելու համար։ Եվ Սուրբ Հոգին եկել է մեզ փառքից դեպի փառք տանելու։ Ինչքան որ փառավոր ենք, որտեղ Տեր Հիսուսին նման ենք, որտեղ իրական փառքը դա Տեր Հիսուսի նմանությունն է,
Ոչ թե իրական փառքը այն պատիվն է, որ մարդկանց կողմից կարող ենք մի փոքր ունենալ, այլ իրական փառքը Աստծու աշկերի առաջ լինող փառավոր վիճակն է Տեր Հիսուսի նմանությունը, որ ինչքան ավելի ես նմանվում Տեր Հիսուսին, այդքան ավելի փառավոր ես դառնում, եւ Սուրբ Հոգին եկել է մեզ փառքից դեպի փառք տանելու համար։ Գաղատացիս 5-րդ գլխի 5-րդ համարն ասում է, որ հոգով սպասում ենք արդարության հույսին։ Հոգով սպասում ենք արդարության հույսին։ Ինչ հույսի մասին է խոսքը։ Տեր Հիսուսը գալիս է, բարի լուր ունեմ ձեզ համար, գալիս է իր սուրբերին տանելու, ու երբ որ կգա, իր սուրբերին կհափշտակի, իսկ այս հույսը մեր սրտերի մեջ վառ պահում է Սուրբ Հոգին։ Եթե քո սրտի մեջ այս հույսը մարել է, կարիք ունես Սուրբ Հոգու, որ Սուրբ Հոգին Սուրբ Հոգով լցվես, որպես այս հույսդ վերականգնվի, որովհետև մի կարճ ժամանակից Տեր Հիսուսը կգա իրան սիրողներին տանելու համար։ Իրան սիրողներին տանելու համար։ Ինձ համար թեմայից դուրս մի հատ հատված ասեմ, որ ինձ համար շատ զարմանալի է։ Փիլիպեցիս թղթի մեջ Պողոս առաքյալն ասում է. անիծված լինեն նրանք, ովքեր Տեր Հիսուսին չեն սիրում։ Շատ զարմանալի համար է։ Իրավունք է վերցնում իր վրա Պողոս առաքյալն ասի, անիծված լինեն, նզովված լինեն նրանք, ովքեր Տեր Հիսուսին չեն սիրում։ Բայց մենք սիրում ենք Տեր Հիսուսին եւ մենք սպասում ենք մեր արդարության հույսին։ Ամեն։ Զաքարիայի մարգարեության 4-րդ գլխի 6-րդ համարի մեջ Զաքարիա մարգարեն ասում է, որ եւ նա պատասխանեց եւ ասաց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին ուղված, ասելով, ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է Զորաստերը։ Իրավիճակներ կա, որ մենք մտածում ենք, որ ուժս քիչ է, զորությունս քիչ է այս խնդրին լուծում տալու համար, այս պայքարի մեջ հաղթելու համար, այս դիվական ճնշումներին հաղթահարելու համար ուժս քիչ է, բայց այս հատվածի մեջ ասում է, ուժդ քիչ է, խնդիր չի, զորությունդ քիչ է, այլի խնդիր չի, որովհետև Սուրբ Հոգին կա քո կյանքի մեջ, որ եկել է քեզ զորացնելու, որ եկել է քեզ ուժ տալու, որովհետև ոչ ուժով եւ ոչ զորությունով, այլ իմ հոգով, ասում է Զորացտերը։ Նրա անունը զորության Տեր է։ Նրա անունը զորության Տեր է, եւ նա եկել է մեզ զորացնելու, որպեսզի կարողանանք հաղթող լինենք բոլոր իրավիճակների մեջ։ Ամեն։ Եվ ուզում եմ կրկին հիշատակեմ Հովելի մարգարեության 2-րդ գլուխ 28-29 համարները։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ում վրա, մի քանիսի վրա, չէ, ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարեանան ձեր տղեկն ու ձեր աղջիկը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներին ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։ Ամեն մարմնի վրա պիտի թափեմ։ Դու բացառություն չես, հասանելի է քեզ համար Սուրբ Հոգին, եւ եթե ինչ ուզում եմ կրկնեմ, եթե դու այլընտրանք ունես Սուրբ Հոգուն, այս պատգամը քո համար չի։ Մեր բոլորի կարիքը Սուրբ Հոգին է, եւ այս հատվածի մեջ Աստված ասում է, ամեն մարմնի վրա պիտի թափեմ իմ հոգին։ Այնքան բան կարա հարստացնի մեր կյանքերը Սուրբ Հոգին, Աստծո շնորհքով կշտացնի մեր կյանքերը, ու ցավոք սրտի մենք մեր ուշք ու միտքը գցել ենք մեր ջանքերի վրա, որ ինչ անեմ, ես մի փուճուր բանը սենց անեմ, այն մի փուճուր բանը նենց անեմ, ու կարենամ մի միլիմետր այս կյանքից մեջ այս խնդիրն առաջ տանեմ, բայց Սուրբ Հոգին եկել է որպես Աստծո կարողություն մեր կյանքերի մեջ կիլոմետրերով մեզ առաջ տանելու համար։ Ու դրա համար ուզում եմ քաջալերեմ, որպեսզի ամեն ժամանակ մեր հենվելու կետը լինի Սուրբ Հոգին, որ Սուրբ Հոգու վրա հենվենք ամեն իրավիճակների մեջ, նրանից կարողություն խնդրելու, նրանով զորանալու, նրանով առաջ գնալու համար եւ Աստծո նախատեսածը մեր կյանքերի մեջ նյութեղացնելու համար, վերցնելու համար։ Մենք կարիք ունենք Սուրբ Հոգու եւ Սուրբ Հոգին մեր բոլոր կարիքների պատասխանն է Աստծուց տրված։ Եկեք կանգնենք աղոթքի։ Ամեն, փառք Տիրոջ։